Քրիստոսից առաջ առաջին 1001-ի սկզբին Փյունիկյան այբուբենը ենթարկելով որոշ փոփոխությունների, արամեացիները ստեղծում են իրենց այբուբենը։ Կապված արամեացիների հին առաջավոր Ասիայում լայն տարածման և հիմնականում առևտրի ոլորտում ներգրավված լինելու հետ, արամեերենը և արամեական գիրը վերածվում են միջազգային հաղորդակցության լեզվի ու գրի։ Արամեական այբուբենը բաղկացած էր 22 բաղաձայնից և գրվում էր աջից ձախ։ Արամեական գրի ամենավաղ առնչությունը հայկական լեռնաշխարհի հետ վերաբերում է Քրիստոսից առաջ 8-րդ դարին, երբ Ուրմիա լճից հարավ գտնվող Բուկան հնավայրում կանգնեցվել է պաշտամունքային մի բնագիր՝ Արարատ Ուրարտուի գերագույն աստված Խալդիի և երկրորդ գլխավոր աստված Հադադի, այսինքն Թեշեբայի հիշատակությամբ։ Հայաստանում արամեատար արձանագրությունները տարածում են ստանում Քրիստոսից առաջ 3-ից, Քրիստոսից հետո 2-րդ դարերն ընկած ժամանակամիջոցում։ Դրանց մեջ ամենամեծ թիվը կազմում են քարակոթողները, որոնք հավանաբար ծառայել են որպես սահմանակալեր։ Արամեատար գրություններ են պահպանվել տարբեր թանկարժեք իրերի վրա՝ լազուրիտե և արծաթե թասերի։ Հայտնի են նաև արամեատար գրություններով դրամներ, որոնք թվագրվում են Քրիստոսից առաջ առաջին դարով։ Այս արձանագրությունների լեզվի խնդիրը մինչև օրս վերջնականապես պարզված չէ։ Կարծիք կա, որ արամեական այբուբենը հարմարեցվել է հայերենին, ինչպես ժամանակին հույները Փյունիկյան այբուբենը հարմարեցրին իրենց լեզվին։